Այո, համեցեք։ Էդվարդ Մուսայելյան, ՏՏ գործատուների միություն։ Պարոն վարչապետ, նախ շնորհակալ եմ նման քննարկման համար ու ես երկու հարց ունեմ, իրականում երկուսն էլ վերցրեցի ձեր խոսքից։ Առաջինը դուք սկսեցիք ռազմավարական պլանավորումից, այս տրամաբանության մեջ Միացյալ Նահանգների հետ ունեցանք վերջերս այդ համագործակցության հուշագրի ստորագրումը, ոլորտը շատ սպասում է ճանապարհային քարտեզին, ես կուզեի ձեզնից լսել ինչպես եք դուք այդ պատկերացնում, եւ լինելով երկրորդ հարցս վերաբերում է նրան, թե լինելով այս ինժեներական միջավայրում, այս հետարքիր միջավայրում առանց թեկուզ գրատախտակի, ինչպիսին է ձեր երազանքը եւ ինչպես եք դուք տեսնում երկրի ապագան։ Երկրի ապագայի մասին ես գործնականում վերջին տարիներին միայն դրա մասին եմ խոսում, այսինքն ինչ էլ ասում եմ դրա մասին է։ Ես Հայաստանի ապագան պատկերացնում եմ իր միջազգային ճանաչված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղ, ժողովրդավարական եւ իրավական պետություն, այսինքն 29743 քառակուսի կիլոմետր, բայց այդտեղ մի հատ ֆունդամենտալ խնդիր կա, որովհետեւ իսկ ես ինչ նոր բան եմ ես ասում, թվում է թե տարօրինակ էլ է, որ այս մասին մենք խոսում ենք, բայց այո, մենք մեր տարօրինակությունների հետ պետք է առերեսվենք, իսկ սրա հիմքում ֆունդամենտալ մի արձանագրում է, որ մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը եւ մենք պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքի հայրենիքն է։ Մենք գտել ենք այն հայրենիքը, որը փնտրում ենք եւ այլ հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չունենք, որովհետեւ այդ երազանքի հետ կապված, տեսեք, շատ ուղիղ թղթակցվում է։ Իսկ ո՞րն է երազանքը, ո՞րն է։ Երբ որ մենք երազում ենք հայրենիքի մասին, մենք կորցնում ենք հայրենիքը։ Իսկ երբ որ մենք առերեսվում ենք, որ մենք մեր երազանքին հասել ենք, մենք էլ ենք հանդարտվում, բոլորն էլ հանդարտվում են եւ մենք կենտրոնանում ենք մեր գործի վրա, սկսում ենք մտածել ինժեներու, ավելի շատ մտածել բարեկեցության, երջանկության, հարստանալու եւ հարստացնելու մասին։ Գիտեք ինչ, ես ընդհանրապես այս ճանապարհը շատ կարեւոր է, որովհետեւ ես նախկինում էլ ասել եմ, ես չգիտեմ դուք առիթ ունեցել եք լսել թե չէ, ես ասել եմ, որ այն ինչ որ ես հիմա ասում եմ եւ հիմա խոսում եմ, դա իմ անձնական տրանսֆորմացիան է, բայց վարչապետի պաշտոնում, ես շատ կարևոր է, որովհետև ես չգիտեմ ոչ վարչապետի պաշտոնում ես տրանսֆորմացիան կունենայի, թե չի ունենա, վստահ չեմ, որովհետև ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք մեր քաղաքական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն այն ա եղել, որ Հայաստանում իրականում քաղաքական կուսակցություններ շատ չեն եղել։ Հայաստանում իմ ընկալմամբ գաղափարաբանորեն եղել է մի կուսակցություն, եւ այդ կուսակցության ոնց ճիշտ ասեմ, որ բանը լինի, տրանսֆորմացված չէ, նույնիսկ դեֆորմացված կամ մուտացված տարբերակներ, օրինակ ասում եմ, չի եղել իրականում քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, եղել է հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ հայ ազգային կոնգրես, հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ Բարգավաճ Հայաստան կուսակցություն, հայ հեղափոխական դաշնակցություն, դրոպ հանրապետական կուսակցություն, որովհետև մենք բոլորս ներծծված ենք եղել կորուսյալ հայրենիքի փնտրտուքի գաղափարով։ Երրորդ հանրապետությունը ինքը ստեղծվել է կորսված հայրենիքի փնտրտուքի գաղափարի հիման վրա։ Այսքան որ հիմա քննարկվում է, մենք պետք է վերադառնանք ընդհանրապես տեքստերին չկարևորելը կամ տեքստերի կարևորությունը արձանագրելը շատ կարևոր է հատկապես այստեղ, որովհետև այն տեքստը, որ մենք դրել ենք մեր պետության, դնում ենք մեր պետության հիմքում, դա այն soft-ն է, որը աշխատացնում է մեր hard-ը, չէ, կոպիտ ասած։ Մենք մեր ինչ ծրագիր ենք դրել, մենք ասել ենք, որ մենք ստեղծում ենք Հայաստանի Հանրապետությունը պատմական արդարության եւ ազգային իղձերի համար։ Բայց մենք չենք պատասխանել մի հարցի, պատմական արդարությունը ո՞րն է, կա պատմական արդարություն, թե չէ։ Եվ ես հիմա տենց ասոցիատիվ կտորներ եմ պատմում, որից իմ տրանսֆորմացիան սկսվել է եւ տեղի է ունեցել։ Երկու դրվագ, առաջինը մի անգամ երբ որ ես ազգային ժողովում ներկայացնում էի խաղաղության օրակարգը, դա սկզբնական փուլում էր, ընդդիմադիր պատգամավորներից մեկը արձագանքի ժամանակ ասեց, «Ընենց եք խոսում, կողքից լսողը լինի, կթվա թե Եվրոպայի մասին եք խոսում»։
Ես արձագանքեցի, ասի, իսկ դուք համոզված եք, որ գիտենք մենք Եվրոպայի պատմությունը։ Այս մի դրվագը, հաջորդ դրվագը, երբ որ ես ըստ էության, երբ որ շփվում ենք տարբեր երկրներում ժողովուրդների մարդկանց հետ, տեսնում ենք, որ Եվրոպա մի պետություն գոնե չկա, որ իր տարածքով բավարարված է։ Չկա գոնե մի պետություն, որտեղ այդ միտումը չլինի, որ իր տարածքի մի հսկայական մասը մնացել է հարևանի տարածքում։ Չկա, այդպես երկիր չկա։ Բայց ինչի վրա է հիմնված այսօրվա Եվրոպան։ Այսօրվա Եվրոպան հիմնված է արգելակի վրա, որ մի X պահի ասում են լավ, եկեք արձանագրենք, որն է լավ, ի վերջո, որն է մեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Էսա մեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Ուրեմն մենք ապրում ենք եւ աշխատում ենք ստեղ, սա մեր պետությունն է, սա մեր հայրենիքն է։ Այսինքն այդ մենք շատ խոսում ենք, չէ՞ որ մենք մենք պանդուխտի հոգեբանություն ունենք, մենք սիրում ենք պանդխտել եւ մենք խոսում ենք մեզ համար որպես անհատ։ Բայց պանդխտելը մենակ բան չի, ֆիզիկապես տեղաշարժվելը չի։ Պանդխտելը այդ նաեւ այնա, որ դու քո տեղում նստած, բայց դու պանդխտում ես անընդհատ։ Որովհետեւ ես էլի հարց եմ տալիս, ասում եմ, սիրելի հայրենակիցներ, ինչի է որ Գերմանիայում կամ բանում Իտալիայում ֆուտբոլի թիմերը կարան լինեն Միլան, Ռոմա, չգիտեմ, ես այդպես մեծ էքսպերտ չեմ ֆուտբոլի, Մարսել Ֆրանսիայում կարան լինի, Փարիզ Սեն-Ժերմեն կարան լինի եւ այլն։ Հայաստանում ֆուտբոլի առաջնության ցանկը նայում ես Ալաշկերտ, Վան եւ այլն եւ այլն։ Ոնց որ մի հատ Շիրակ կա, այն էլ խորթային միությունից ինչ որ ձևերով այդ իրավակազմակերպական ձև մնացել է։ Հա, Արարատ, ինչի է որ սուպերմարկետ որ բացում ենք, մեր առաջին միտքն է նա, որ Իրանը կամ Ադանա պետք է լինի, կամ Վան, կամ Մուշ։ Ինչի՞ց է դա։ Ինչի՞ց է։ Մենք պետք է առերեսվենք։ Ինչի՞ չի կարող լինի ֆուտբոլի թիմը Հրազդան, ով կարա բացատրի։ Ինչով է Դիլիջան անունը։ Արտաշատը մեր պատմական մայրաքաղաքն է։ Մեր ինքնության բանն է, առանցքն է։ Ինչի՞ չկա Հայաստանում Արտաշատ անունով ֆուտբոլի թիմ։ Արմավիր անունով ինչի՞ չկա ֆուտբոլի թիմ։ Արարատի հետ կապված ես պրետենզիա չունեմ, որովհետև մենք Արարատ քաղաք ունենք։ Այդտեղ խնդիր ես չեմ տեսնում։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք մենք պետք է առերեսվենք։ Հաջորդ հարցը, երբ որ այս ամեն ինչը տեղի է ունենում, չէ, այս պատմությունը, մեկ էլ ինչ որ երբ որ քննարկվում է թե ովքեր են դավաճանները եւ ովքեր են պատրիոտները, հայրենասերները, սկսում ես մտածել հայրենասեր բառի մասին եւ սկսում ես մտածել հայրենասիրության մոդելի մասին եւ սկսում ես մտածել, ասում ես հիմա ինքդ քեզ հետ խոսում ես, չէ՞, դու քեզ հարց ես տալիս, ասում ես ես հայրենասեր եմ, թե հայրենասեր չեմ։ Հիմա լավ, այսքան մարդ որ ասում է դավաճան եւ այլն, բայց այն ամենայնիվ դու քեզ հետ խոսա, դու հայրենասեր ես, թե հայրենասեր չես։ Ու սկսում ես մտածել, մեկ է գալիս ես, ուզում ես մոդելավորես հայրենասիրությունը։ Ուզում ես գրատախտակի վրա նկարես, մոդելավորես հայրենասիրությունը։ Հետո սարսափով արձանագրում ես, որ քո հայրենասիրության բոլոր սիմվոլները առանց բացառության ստեղծվել են 40-ից 75 թվականների։ Եվ ասում ես, բայց մի րոպե, ո՞նց կարա տենց լինի։ Ոնց է որ անընդհատ ոնց է լավ այս հայրենասիրության մոդելը որ ստեղծվել է բա այդքան կարդացել ենք որ խորհրդային միության գլավլիտը ամեն տառը ամեն նախադասությունը պետքա ունենար թույլտվություն պետքա ունենար հնարավորություն բա ոնց որ մեր հայրենասիրության մոդելը ոնց որ Չարենցին ու Բակունցին խորհրդային միությունը 37 թվին ոչնչացրեց ու հանկարծ ընդ որում մի մասին գուլագներից հետ բերեցին ասին հələ ինչեր ունեիք հələ մի հատ բերեք տենանք ինչ կա ինչ եք գրել կամ ինչ սևագիր կամ նախագիծ ունեիք եւ այլն եւ այդպես շարունակ մենք այս հարցերին պետք է առերեսվենք թե չպետք է առերեսվենք մենք խոսում ենք մեր կախվածությունների մասին եւ մենք դժգոհ ենք մեր կախվածություններից ճիշտ է մենք մեր կախվածությունն էլ պետք է մոդելավորենք Այդ ինչ է այդ կախվածությունը, ինչի վրա է հիմնված այդ կախվածությունը։ Այդ կախվածությունը հիմնված է մենակ մի բանի վրա, մեր միջավայրի նկատմամբ մեր վախից։
Այսինքն մեզ կախված լինելու համար պետք է մենակ մի բան, վախ մեր միջավայրի նկատմամբ։ Եվ ընդ որում այդ վախը ունի օբյեկտիվ հիմքեր, հարցը դա չի, դրա մասին չի։ Բայց խնդիրն է նա մենք այդ վախը ուզում ենք կառավարենք, որի արդյունքում մենք ունենանք անկախություն, թե մենք թողելու ենք, որ մեզ շարունակեն կառավարել մեր վախերով։ Ընդ որում, երբ որ մեզ շարունակում են կառավարել մեր վախերով, շատ լավ էլի համաձայն ենք, հենց ինչ որ մի մասով մենք գիտակցված կառավարվում ենք այդ վախերով։ Բայց երբ որ եկավ այդ գիտակցության առարկայացման ժամանակը, ես նկատի ունեմ 20-ից 22 թվականներին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Պարզվեց, որ այդ ոչ մի բան ընդհանրապես զրո, ոչ մի արժեք չունի։ Հետևաբար մենք պետք է այս հարցերին անդրադառնանք, թե չպետք է այս հարցերին անդրադառնանք։ Ես կարծում եմ, որ պետք է այս հարցերին մենք անդրադառնանք։ Եվ իմ կարծիքով մեր մեծագույն խնդիրն է, որ մենք ինքներս մեզ չենք ճանաչում, մենք չգիտենք մեզ։ Մենք չենք ճանաչում բառից բուն եւ փոխաբերական իմաստով։ Բառից բուն իմաստով չենք ճանաչում, որովհետեւ Հայաստանի շատ չնչին տոկոսն է մարդկանց, որ Հայաստանի տեսարժան վայրերում եղել է։ Այն տեսարժան վայրերում, որոնց մասին մենք խոսում ենք, երգում ենք եւ այլն, նկարում ենք, գրում ենք, մենք մեր երկիրը չենք ճանաչում։ Եվ մի ուրիշ դրվագել եմ ուզում, կներեք երկարացնելու համար, ուղղակի ես գնացել եմ Բերդ խոշորացված համայնքի Չորաթան գյուղ եւ չնախատեսված ինձ մոտենում են, ասում են, գիտեք ինչ, այստեղ գեղագիտական կենտրոն կա, երեխեքը նկարում են բան, մտեք մի հատ, խնդրում եմ մտեք նայեք։ Ես ասում եմ շատ լավ, հաճույքով կմտնեմ կնայեմ։ Այդ ընթացքում 15 րոպե երեխեքը պատրաստվում են, բերում են այնտեղ շարում են իրանց նկարած նկարները։ Բերդ Չորաթան գյուղ։ Մտնում եմ նկարածա, ասում եմ, այս ինչ ես նկարել, երեխան կանգնած է, ասում է Մասիս սարն է, ասում եմ շատ լավ։ Հաջորդիվ գնում եմ, ասում եմ ինչ ես նկարել, նկարել է ցեղասպանության հուշահամալիրն է։ Հաջորդը ինչ ես նկարել, էլի ոչ թե անցյալի հետ կապված, ես հետո անցյալի հետ սկզբից շատ սովորական էր, ինձ նորմալ էր, մինչև այդ պահը, որ ես տենց մի հատ պատուհան կար, այդ պատուհանից նայեցի, պատկերացնում եք Բերդում այդ բնաշխարհը, պատուհանից նայում եմ, տեսնում եմ հոյակերտ սարեր են երևում, անտառներ, ու ուզում եմ հարցնեմ այդ պահին, բայց չեմ հարցնում, չեմ ուզում երեխեքի հետ տենց ինչ-որ խոսակցություն լինի, ու վերադառնում եմ, հետո գործընկերներին ասում եմ, այս բոլոր նկարները անպայման ֆոտո արեք, հետո գալիս եմ Երևան, ասում եմ, մեծ տպեք այդ երեխեքի նկարած ֆոտոները, հետո մի խումբ մտավորական գործընկերների, ում հետ որոշակի նաև հարաբերություն կա, հրավիրում եմ ու իրանց հետ սկսում եմ քննարկեմ, ասում եմ, կարաք ինձ բացատրեք, ինչի է երեխեքը իրանց պատուհանից երևով, իրանց միջավայրում երևացող այդ հոյակապ սարերը, այդ լեռնաշխարհը, այդ բնությունը չեն նկարում։ Այս նկարների մեջ չկա ոչ մի առանձնահատկություններ, որ չկար ոչ մի բան, որ երեխեք չհարցրել, գուցե իրանք ոչ մի անգամ չեն տեսել։ Չկար ինչ-որ բան, որ իրանց ամենօրյա կյանքի հետ առնչվում է։ Ամենօրյա կյանքի, կարան իրանց շանը նկարեին, կարան սարը նկարեին, կարան իրանց գյուղը նկարեին, կարան իրանց փողոցը, իրանց դպրոցը, իրանց ընկերուհուն, իրանց ծնողին, իր տատիկին, իր ուսուցչուհուն, ուսուցչին, բայց ոչ մի բան։ Եվ դա շատ ծանր տպավորություն թողեց իմ վրա, այն առումով, որ ես հասկացա, որ մենք նաև կրթական համակարգով մենք մեր երեխեքի կտրում ենք իրանց իրական միջավայրից եւ դնում ենք մի հատ ուրիշ հարթության վրա, որտեղ է այդ հարթությունը եւ ուրա տանում այդ հարթությունը այդ երեխեքին։ Դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ, մինչդեռ իրանց միջավայրը, որտեղ իրանք ապրում են, իդեալը է դա։ Իրանք եթե այսօրը մենք իդեալ չհամարենք, մենք երբեք իդեալ չենք ունենա։ Որտեղ իդեալականը է սա։ Հիմա այսօր մենք ստեղ իդեալական միջավայրում նստած քննարկում ենք։ Այն տրամաբանությամբ, որ այս միջավայրն է իդեալի մեր ընկալումը ավարտունը։
Միջդեռ չի կարող ավարտ ունենալի, ոչ մի բան չի կարող ավարտ ունենալի։ Երբ որ մենք սկսում ենք գիտակցել, որ իդեալն էլ ավարտուն չի, այդ ժամանակ այսօրը իդեալ համարելը դառնում է շատ տրամաբանական, որտեղ եթե ասել ես իդեալին, բա ինչ անես, ավարտվեց ամեն ինչ։ Ավարտվեց ամեն ինչ։ Իսկ երբ որ ամեն ինչ ավարտվեց միսիան, ավարտվեց կյանքը, ավարտվեց բովանդակությունը, ամեն ինչ։ Եվ հետևաբար, որպեսզի մենք մեր բանաձևերը փոխենք մեզ առաջ մղող, մենք այն ինչ որ երազանքը հիմա է, մեր երազանքը իրականացվել է, ամեն օր մեր երազանքները իրականանում են, ամեն օր մեր երազանքներն իրականանում են։ Երբ որ մենք սենց սկսենք մտածել, հա, այսօր դուք ասել ձեր երազանքը այսօր իրականացել է, բայց կներեք ձեր երազանքը երեկ էլ էր իրականանում։ Ձեր երազանքը երբ որ սկսվել է նախագծելը, ձեր երազանքը արդեն սկսել է իրականանալ։ Եվ քանի տարի է շինարարությունը գնում է։ 3 տարի ամեն օր ձեր երազանքը իրականանում էր։ Հիմա այս պայծ սկսած ամեն օր ձեր երազանքը իրականանալու է։ Եվ կներեք այս շատ երկար բանի համար, էքսկուրսի համար, բայց այս տրամաբանությունն եմ, էսա Հայաստանի մասին իմ պատկերացումը, որ ապագան այլևս անհասանելի չլինի, որովհետև ապագան այսօր է, ապագան հիմա է, ապագան այս պահն է։ 15 րոպե առաջ հիմա այս ապագա էր։ 3 րոպե առաջ էր ապագա, 20 վայրկյան առաջ էր, մի վայրկյան առաջ էր ապագա էր, հիմա, որ ես ձեզ նայում եմ, ինչ-որ բառ եմ արտասանում։ Այդ ապագան, այն մյուս ապագայից ես առաջարկում եմ, որ հրաժարվենք, որովհետև այսօրվա ապագան, եթե ամեն վայրկյան մենք այսօրվա ապագային տեր ենք կանգնում, այդ ապագան այսօրը դառնում է հավերժական, այսինքն մենք մեր պատմության մեջ էլ ճեղքեր չենք ունենում, չի ընդհատվում մեր պատմությունը։ Երբ որ մենք մեր պատմությունը հետ ու առաջ մեզնից կտրում ենք, այդ խրված վիճակում, ոչ անցյալն ենք կարողանում հասկանալ, ոչ ապագան ենք կարողանում բերել։ Հետևաբար, կներեք այս շատ երկար պատասխանի համար, ուղղակի տենց այդ երազանք բառից տենց ինձ մտորումների մեջ գցեցիք։ Երկրորդ հարցը հուշագրերի հետ կապված բանի, բայց հուշագիր տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ այդ հարցին թող պարոն Հայրապետյանը պատասխանի։